Ամալիա Հովհաննիսյանի Life Room հաղորդման հերթական հյուրերն էին երգիչ Արամեն, կինը Աննան և երեխաները Աննա Մարիան ու Մարատը։ Վերջերս Ինստագրամում բուռն արձագանքի արժանացավ մի հոլովակ, որտեղ Արամեի որդին երգչին համոզում էր գնալ խանութ։ Եվ դա նրա մոտ հաջողվում է, մինչդեռ նախկինում ոչ մայրիկը, ոչ քույրիկը նման հաջողություն չէին գրանցել։ Թե ինչպես է իրեն դա հաջողվել, փոքրիկը պատմեց. «Պապան ինձ ասաց, որ նորմալ խոսեմ, բառերը չերկարացնեմ, ինքը ինձ ամեն օր խանութ կտանի»։ Արամեն ևս անկեղծացավ, նշելով, որ որդին գիտի, եթե խոսի հստակ, արագ մտածի և ճիշտ արտահայտվի, ինքն իր խոստումը կկատարի։ Ես իրեն խոսք եմ տվել, որ ինչ ուզենա կառնե, հիմա հենց այդ ճանապարհի վրա է։ Զրույցի ընթացքում Ամալիա Հովհաննիսյանը նկատեց, թե որքան շատ է զույգը շփվում միմյանց հետ և հարցրեց. հեշտությամբ են հասել իրար հասկանալուն, թե դա ստացվել է բնական, առանց նույնիսկ նկատելու ինչպես։ Արամեն հումորով պատասխանեց. մենք միշտ չէ, որ իրար հասկանում ենք, բայց շատ ենք խոսում։ Էնքան ենք խոսում, մինչև Աննան հասկանա, կատակեց երգիչը, խոստովանելով, որ լինում է նաև հակառակը։ Այժմ առաջարկում ենք դիտել այն հոլովակն առանց մեկնաբանության, որին զրույցի ընթացքում անդրադարձել էր Ամալիա Հովհաննիսյանը։ Լացեմ։ Չէ, ուր լացեմ, տղես։ Բայց չես գնում մոտները։ Ամաչում եմ, տղես։ Մի ամաչի։ Ինչու՞։ Տղավարի պես գնա մի ամաչի։ Դե տղավարի պես գնում եմ, բայց ամաչում եմ։ Ապա։ Ջան։ Ապա, բավոցա, որ Գոգոն գնում է։ Գոգոին չեն ճանաչում, Գոգոն չի ամաչում, իսկ ես ամաչում եմ, տղես։ Բավոցա, որ ես գնում եմ։ Քեզ չեն ճանաչում։ Պապա։ Ջանիկ։ Մեկը խանութում կար, որ ինձ ճանաչում էր։ Դուրջ ես ասում։ Հետո նկարվեց հետը, ինչ կա։ Դու իր հետ նկարվի, թե ինքը քո հետ նկարվեց։ Նկարվի, ինչ արեց։ Ինքը քո հետ նկարվեց, ասես Մարատ ջան, կարանք նկարվենք։ Հա։ Որ ինչ։ Ամաչելու բան չկա։ Հատկանշական է նշել, որ Արամեն և կինը Աննա Թովմասյանը երբ հյուրընկալվել էին Հերմինե Դիալոգ հաղորդաշարին, հարցազրույցի ընթացքում զրույց էր եղել այն մասին, թե շատ արտիստներ, հատկապես տղամարդիկ, գաղտնի են պահում իրենց անձնական կյանքը։ Երկրպագուհիների մի մեծ բանակ, երբ իմանում է, որ արտիստը երջանիկ է, կին ունի և այլն, միանգամից փոխում է վերաբերմունքը։ Արամեն Եզակի այն հայ արտիստներից է, ով իր անձնական կյանքը առաջին իսկ օրվանից չի թաքցրել։ Լուսանկարվել են միասին, հարցազրույցների են գնացել միասին։ Եվ վերջապես ինչու, այս հարցին Արամեն անկեղծ պատասխանել էր. ես երեխաներիս հարցում առավել ծայրահեղ էի։ Աննան մի քիչ հարաշահում է երեխաների հետ վիդեոները։ Ես անպայման նկատողություն եմ անում, այդքան իմ սրտով չի անկեղծ ասած։ Իսկ ինչ վերաբերվում է անձնական կյանքիս, երբևիցե նման մտավախություն չեմ ունեցել։ Բայց իհարկե այդ հարցն ինձ շատ են տվել։ Դրա համար կար ժամանակահատված, մինչև իմ ամուսնանալն էր։ Ես արեցի իմ կարիերայի հիմնական կորիզը և ձեռք բերեցի ճանաչում։ Երկրպագուհիների բուռն սեր և եկավ մի ժամանակ, որ անխուսափելի էր, որովհետև ինքս պետք է ստեղծեի իմ երջանկությունը։ Թաքցնել ընտանիքը կարիերայի համար կարծում եմ մեծամտություն է։ Եսասիրություն և շահ հետապնդող մարդը կարող է այդպիսի բան անել, նշել էր երգիչը։ Այժմ առաջարկում ենք դիտել Star News-ի կողմից առանձնացրած հոլովակներն առանց մեկնաբանության։ Պատրաստ ես։ Սիրուն արա։ Սիրուն է։ Արինայի, անում։ Չէ։ Սերտի չես անում, կեզ
Ababyan Mohe. Extra.